Օգնության կանչ ընդամենը մեկ կոճակի կիրառմամբ Սեփյու հարթակը ստեղծվել է 2020 թվականին, որի հիմնական նպատակն է եղել յուրաքանչյուր կնոջը տալ պաշտպանված լինելու հնարավորություն։ Հավելվածը ներբեռնելուն պես հենց հավելվածը առաջարկում է ընտրել մինչև 3 կոնտակտներ ձեր կոնտակտների լիստից, այսինքն ընտանիք եւ ընկերներ, մինչև 3 կոնտակտ գոյություն ունեցող տարբեր հասարակական կազմակերպություններից, այսինքն նրանք, ովքեր մատուցում են ծառայություն եւ ակտիվացնել ոստիկանության կոճակը։ Այսինքն ընդհանուր 7 ուղղություններ։ Երբ օգտատերը գտնվում է վտանգի մեջ, մեկ հպումով սեղմում է այդ կանչ կոճակը եւ 7 ուղղությունները, բոլոր մինչև 7, ընտրված ուղղությունները բոլորը ստանում են, թե որտեղ է գտնվում տվյալ պահին օգտատերը եւ որ նա գտնվում է վտանգի մեջ, միևնույն ժամանակ միանգամից ակտիվանում է ձայնագրության ֆունկցիան եւ ըստ այդմ ապացույց է գեներացվում, թե այդ պահին ինչ է եղել։ Ոստիկանության դեպքում այն անմիջապես ուղարկվում է ոստիկանություն, այսինքն մինչև դեպքի վայր հասնելը ոստիկանությունը հնարավորություն է ունենում իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ։ Հարթակի անվտանգային հատվածից բացի օգտատերերը կարող են օգտվել նաև ֆորումներ եւ ցանցեր բաժնից, որտեղ նրանք տարբեր թեմատիկ խմբերի մեջ ներգրավելով հնարավորություն ունեն անանուն բարձրացնելու իրենց հարցերը, ստանալ պատասխանները կամ թեմատիկ քննարկումների մասնակցել։ Հարթակի լայն հնարավորությունների շնորհիվ հիմնադիրներն իրականացնում են խորքային հետազոտություններ, որոնք փոխանցվում են համապատասխան նախարարություններին։ Այս պահին Սեփյուն հասանելի աշխարհի 7 երկրներում հասել է առավել քան 1 միլիոն կնոջ, մենք ունենք ուղիղ ազդեցություն 62,000 օգտատերերի վրա, այսինքն նրանք, ովքեր օգտվել են հավելվածի տարբեր ֆունկցիաներից, առավել քան 25,000 կանչ ենք ունեցել հավելվածի միջոցով եւ այս թվերը իհարկե մեր ամբողջ բոլոր 7 երկրների մասին են, որոնք շատ երկրներ նոր ենք հավելվածը մեկնարկել այդ երկրներում։ Հայաստանի առումով 12,000-ից ավել օգտատերեր ունենք եւ կրկին ցուցանիշները տարբեր են, ըստ դիմումների քանակի եւ այնտեղ հետաքրքիր նաեւ ցուցանիշներ ենք մենք բնականաբար հաշվարկում, թե դեպքերի ինչ տոկոս են հարաբերակցությամբ օրինակ դիմում ընտանիք եւ ընկերներին, ինչ հարաբերակցությամբ են նաեւ դիմում տարբեր կազմակերպությունների կամ ոստիկանությանը եւ այդտեղ իհարկե մենք խնդիր ենք տեսնում, որ 90%-ից ավել դեպքերում դեպքերը գնացել են միայն ընտանիք ընկերներ, այսինքն այստեղ իհարկե շատ մեծ աշխատանք ունենք անելու, թե ուղղորդելու որ ոստիկանությանը դիմեն եւ թե բնականաբար նաեւ աջակցության կենտրոններին։ Հարթակն արժանացել է նաև բազմաթիվ հեղինակավոր մրցանակների եւ ճանաչումների, այդ թվում Carter Women's Initiative 2 մրցանակի, ինչպես նաև առաջին հայկական լուծումն է, որը 4 տարի անընդմեջ ճանաչվում է որպես թվային հանրային բարիք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից սահմանված ստանդարտներին համապատասխան։ Սեփյուն սակայն չի սահմանափակվում առկա հնարավորություններով, առաջիկայում այն կունենա նոր լուծումներ։ Առանց հեռախոսը վերցնելու եւ այդտեղ սեղմելու Սեփյու կոճակը հնարավոր լինելու նաեւ ձայնային ազդանշանով ակտիվացնել հավելվածը հեռախոսի մեջ, այսինքն եթե հեռախոսը ինչ-ինչ պատճառներով չի գտնվում ու բնության դեպքեր լինում են այդպեսին, որ հեռախոսը վերցնում է ձեռքից բռնարարը, այդ դեպքում բնականաբար ձայնի միջոցով ակտիվացնելը կարող է կրկին կյանքի եւ առողջության համար շատ կարեւոր դերակատարություն ունենալ եւ սա մեր այս տարի մեր արժեվ դրված նորարարություններից է, որ մենք պետք է ինտեգրենք։ Հարթակը 2025 թվականից ինտեգրվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգին, ապահովելով առավել օպերատիվ եւ արդյունավետ աշխատանք։ Կանչ կոճակը սեղմելուց հետո այն չեղարկել հնարավոր չէ, իսկ հաջորդող 60 վայրկյանների ձայնագրությունը դառնում է ապացույց։ Իրականում ընդհանուր թվային պատկերում իհարկե շատ չնչին է 41-ը, սակայն շատ մեծ ողջավորություն մենք ունենք այս հարցում, քանի որ 2025 թվականի հունիսից մինչև նոյեմբերի 25-ը մենք ունեցել ենք 20 ահազանգ, իսկ նոյեմբերի 25-ից մինչև առ այսօր շատ ավելի սեղմ ժամանակահատվածում 21 ահազանգ։ Այսինքն ըստ էության մենք լիահույս ենք, որ եւ այս երկրաչափական պրոգրեսիան դեպքերի արձանագրման փաստում է այն մասին, որ հավելվածը լայն տարածում է գտնում, լայն կիրառություն ունի եւ բնականաբար եթե պահպանվեն այս տեմպերը, մենք կունենանք մեծ եւ ցանկալի արդյունք ու կցանկանամ շատ մեծ կարևորություն ունեցող եւս մի շեշտադրում իրականացնեմ հավելվածի պլատֆորմի մասով, որ պլատֆորմը դա միայն ահազանգման գործիք եւ համակարգ չէ, ըստ էության պլատֆորմը մեզ հետագայում
ամբողջական գործարկումից հետո բավականին մեծ վերլուծական հնարավորություն է տալու ոստիկանությանը ըստ էության հասկանալու հիմնական ահազանգի ուղիները, բնույթը, դրա իրականացման ձևերը, սեռատարիքային տարբերակվածությունը, բռնության տեսակների տարանջատումը, որը բնականաբար ավելի մեծ հնարավորություն մեզ կտա խնդիրներն առավել թիրախային արձանագրելու, դրանք ճիշտ գույքագրելու եւ ճիշտ հասցեավորելու տեսանկյունից։ Նա նաև ընդգծեց հարթակը անվտանգության տեսակետից նույնպես չի պարունակում ռիսկեր տվյալների արտահոսքի եւ որևէ անձի փոխանցելու առումով, ինչպես նաև հնարավորություն ունի քողարկելու բջջային հեռախոսում նշված հավելվածը բռնություն գործադրող անձի կողմից դա նկատելու ռիսկից խուսափելու համար։ Գայանե Գաբոյան, Հովանես Մկրտչյան, Armenpress։